Ողջույն բոլորին սիրելիներս, այսօր մենք գտնվում ենք Սյունիքի մարզ, Սիսիան քաղաք Բռնակոտ գյուղում, հուսով եմ դուք Բռնակոտի մասին շատերը լսած կլինեք, այս հնադարյան Բռնակոտի գյուղ է։ Սիրելիներս, մենք բնությունը այստեղ շատ գեղեցիկ է և ծագում է արևը, մենք այսօր ձեզ կպատմենք ու ձեզ համար կներկայացնենք Բռնակոտ գյուղի հնադարյան միջավայրը, այստեղ Բռնակոտում եղել են շատ բազում հնադարներ ու երկրաշարժի պատճառով Բռնակոտը քանդվել է և նորից մարդիկ կառուցել են տներ։ Բռնակոտ անունը կազմվել է բռն և կոտ անուններից։ Սիրելիներս, եկեք մենք տեսնենք այնտեղ բազում երեխաները, որտեղ խաղում են, նրանց կարծիքը տեսնենք, նրանք այստեղ գեղեցիկ են, այստեղ սիրում են, որ այստեղ ապրում են։ Եկեք մեր գյուղի երեխաներից հարցնենք, տեսնենք, նրանք սիրում են Բռնակոտը, որ ապրում են այստեղ։ Առաջինը եկեք հարցում անցկացնենք այս փոքրիկից, քո անունը կասես։ Անգելինա։ Դու ուրախ ես, որ ապրում ես այստեղ։ Այո։ Շատ լավ։ Սիրելիներս, մենք Բռնակոտ ունենք շատ բարի մարդիկ և տեսան, որ ցուրտ էր, մենք էլ այստեղ հարցումներ ենք անցկացրել, նրանք մեզ տվեցին տաքուկ շորեր։ Ու նաև հիմա քեզանից եկեք հարցում անցկացնենք։ Եկեք լավ, քեզանից անցկացնենք։ Իրանց Հեսա, քո անունը կասես։ Շահանեմ։ Դու ուրախ ես, որ ապրում ես Բռնակոտում։ Այո։ Կպատմես մի քիչ ձեր Բռնակոտի դպրոցի մասին։ Բռնակոտի դպրոցում ես սովորում եմ, նաև իմ քույրն է սովորում։ Որ դասարանում եք սովորում։ Քույրս 5-րդ, ես 2-րդ։ Շատ լավ, գերազանց է սովորում քույրդ։ Այո։ Բադու։ Մեջ են գնահատում, ոչ է գնահատիկ չեն։ Շատ լավ։ Ժողովուրդ ջան, այստեղ եղել են պատերազմներ բազում, այն լեռը, որը տեսնում եք, եկեք գնանք մենք մեկ կետ, երեխաները այստեղ ինձ հիշեցրեցին, որ կա ջետ ու գնանք այդ տեսնենք, թե այդ գետը ինչ է, իրեք այստեղ շատ սրտ է, ժողովուրդ։ Կարող եք ասել այս գետի անունը ինչ է կոչվում։ Հարամ գետ։ Բռնակոտում դաժե կա Հարամ